Սրբո ամեն։ Հիսուս այսօրվա ավետարանի մեջ կսե, որ տին կնե ան, ինչ որ կնե հայրը։ Այս բառերը բնության մեջ կտեսնենք ամենուր։ Գազաններում մոտ, մարդոց մոտ, գազաններուն ծակերը, մարդուն զավակները կգրգնեն ան ինչ որ կտեսնեն օրմե։ Եվ հայրը ամեն բան կնե, որ որդուն սորվեսնե ինչպես է կյանքը և ինչպես պիտի ապրի։ Ես մտերիմ բարեկամ ունիմ, որը ռեստորան ունի և զավակները չէին ուզել իրեն հետևել։ Եվ շատ դրդմած էր։ Օրմե հետը խոսել են, ասի նայ կլամը, որ դուն ամեն անգամ զավակներուդ վրա կչղայնանաս կոր, որտև հետևետ չեն գար։ Նստի հետներին խոսի, սիրով բացադրե, ինչ պիտի նեն և ինչպես պիտի նեն։ Եվ հավատացեք արդեն 10 տարին ավելի է, միասին ամբողջ ընտանիքով կաշխատին և շատ երջանիկ և ուրախ են։ Աս փոքրիկ խորհուրդը ճիշտ այսօրվա ավետարանին խոսքերեն է, կսե հայրը ամեն բան ցույց կտա և կսորվեսնե, որովհետև կսիրե զավակը, կսիրե որդին։ Այսինքն Տեր Աստված ամեն բան տվավ Հիսուս Քրիստոսին, որ Հիսուսն էլ իրեն հերթին աշխարհ գալով մեզի սորվեսներ և մեզի հասցներ Աստծո փրկությանը։ Եվ կսե նաև ավետարանը, որ Հիսուս արդոնություն ունեցավ կյանքը տալ, ում որ ինքը կուզեր։ Կյանքը այսինքն հավիտենական կյանքին մասին է խոսքը, փրկությունը։ Հիսուս երկնքեն իջավ, չարչարվեցավ, խաչ ելավ, հարություն առավ մեզի հավիտենական կյանքը շնորհելու համար։ Եվ հոնչ վերջացավ ամեն բան, Հիսուս մեզի ձգեց Սուրբ ավետարանը, Աստծո խոսքը, և ըսավ, ով որ գլսե իմ խոսքը և կօգտագործե, պիտի չունենա մահը, պիտի հասնի հավիտենական կյանքին, փրկությանը։ Եվ ավետարանը նաև կավելեցնե, որ Հիսուսին տրվեցավ մեծ իշխանությունը հոր կողմեն, կսե հայրը չպիտի դադե, այլ Հիսուս Քրիստոսը պիտի դադե մեզի, քանզի ինքն էր, որ մեզի հասցուց փրկության։ Եվ հավատացեք, մայն ետքը օրմը պիտի ելենք Հիսուսին դիմաց, և Հիսուս պիտի ասե, ես իմ կյանքը տվի ձեզի համար, խաչ ելա, չարչարվեցա, ձեզի փրկեցի, ինչպես օգտագործեցիք ասիգա։ Մեր այս աշխարհին վրային կյանքը ուղղակի անցումն է։ Պիտի օգտագործենք մեր այսօրվա առօրյա կյանքը Աստծո փառքի համար, Աստծուն փառաբանելու համար։ Եվ ավետարանը նաև կսե, որ Հիսուս օրմը պիտի ետ գա և անգամ մեռյալները պիտի ելեն իրենց գերեզմանոցներեն և պիտի դատվին, ով որ բարի գործերը ռած է Աստծո փառքին մեջ նստելուն համար, ով վատ գործերը ռած է պիտի հարություն առնի դատապարտվելուն համար։ Անկեղծ ասած, աս ավետարան այսօր կարդալով միտքս կուկա Միքելանջելոյին այեղ դատաստանը նայելով աս հրաշալի որմնանկարին ցախ կողմին վրա ներքևը մարդիկն են, որոնք գերեզմանոց են կելեն։ Հավատացեք, երբ որ նկարել Միքելանջելոն, բաբը չեր ուզեր ճիշտ խորանին վերևը, որովհետև ամեն անգամ գլուխդ վեր հանելով կտեսնես ճիշտ խաչին ետևը սատանաները, որ մարդոց դժոխք կտանին գոր։ Այսինքն ասոնք անմեղավորներն են, որոնք հարություն պիտի առնին դատապարտվելու և հավերժական կրակին մեջ լինալու։ Իսկ ուղղակի ցախ կողմը նկարված են սուրբերը, որոնք մարդոց երկինք կհանեն, անմեղներուն վեր կքաշեն։ Երանի մեզի, եթե մեր այսօրվա առօրյա կյանքը կրնանանք բոլորս միասին օգտագործենք աս փրկությանը հասնելու։ Այեղ դատաստանի ժամանակ ըլլանք
անգյունին մարդոս պես, որոնց սուրբերը կօգնեն, որ երկինք ելնենք, եւ ոչ թե սատանաները մեր ոտքեն քաշեն եւ տանեն դժոխք։ Այսօր կուզենայի, որ բոլորս միասին աղոթենք մեր սրբազան Պապի համար, Լևոն 14-րդ Պապի համար, որ Աստված օգնականը լայրեն եւ կրնանա կաթողիկե եկեղեցին հասցնի Աստծո փառքին եւ բոլոր հավատացյալներին փրկության։ Անուն մնդրես Պապը, որ իր մեր առաջ եղածը Լևոն 13-րդը շատ լավ գիտենք, մեր հայրուն համար շատ մեծ մարդ եղած է։ Վանքը Լևոնյան վարժարանն է։ Հուսանք, որ Լևոն 14-րդը նույն ձևով հայ ազգը սիրելով մեզի նաև բարի աշկ կունենա հայ ազգին համար։ Ամեն։